Նիկոլ Փաշինյանը երբեք չի խախտել որևէ մեկի անմեղության կանխավարկածը եւ բազմաթիվ անգամ դուք խանգարում եք, հիմա ելույթ եք ունենում, թե հարց եք տվել, որպեսզի ակնկալեք պատասխան։ Երբեք չի այդ կանոնը խախտել եւ այսօր էլ մի ելույթում տողատակով այսպես ասած դրա մասին մի քանի անգամ նշեց, իսկ ինչ վերաբերվում է նրան, որ գյուղ գնում ենք, այդ են ասում, հիմա լավ է վատ է չգիտեմ, բայց դա փաստ է, որ գյուղ գնում ենք, մարդիկ առաջին հերթին ոչ թե ասում են այս ճանապարհը սարքեք, այս ջրագիծը սարքեք, դպրոցը վերանորոգեք կամ այս արեք կամ այն արեք, այլ ասում են ինչի այդ մարդիկ մինչև հիմա կալանավորված չեն։ Հիմա այդ հարց կարծում ինչ չպետք է ուղղեք։ Այդ հարց կարծում ինչ չպետք է ուղղեք։ Բայց չկա որ գնում ես մարդիկ ասում են այս իշխանությունը որ առաջ պիտի հեռանա։ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարություն է եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ի տարբերություն նախորդ բռնապետական ժամանակաշրջանի եւ ռեժիմների հիմա ազատորեն կարող են խոսել այն ինչ ուզում են եւ ազատորեն արտահայտել իրենց կամքը ընտրություններում այնպես ինչպես ուզում են եւ սա փաստ է եւ ես հպարտանում եմ երբ որ մեր քաղաքացիները նաեւ այդպես են խոսում։ Խոսքի ազատությունից օգտվելով է Նիկոլ Փաշինյանը դիմադիրներին անվանում համբալ եւ ձեր նիստերն են օրինակ այդպես խոսում ձեր եթե համբալ ասած Ուրեմն ես կոչ եմ անում դες կոռեկտ պահեք, կոռեկտ ուղղակի պահեք, ուրեմն չէ, ձեզ կարգին պահեք ու կոռեկտ պահեք, սա այո դուք էթիկայի բոլոր կանոնները դուք խախտում եք, ես ասում եմ ձեզ պահեք կոռեկտ ու կարգին։ Դե ուրեմն ձեր հարցերին չեմ պատասխանում, որովհետև դուք ոչ շնորհք ունեք, ոչ կոռեկտ եք ձեզ պահում, ոչ էլ կարգին։ Այլ հարցեր կան։ Շնորհակալություն։ Նիկոլ Փաշինյանի շնորհքահավաքվածքը շնորհքի շրջանակներում Ուրեմն Հանրապետության վարչապետի արձագանքը շատ ադեկվատ էր այդ իրավիճակի եւ դրա հետ կապված ավելի մեկնաբանություններ չունեմ։ Իմ գնահատականը դա է։ Այլ հարցեր ունեք։ Հեղափոխական գաղափարի շրջանակում է, որ ամեն մի ժողովրդի կողմից գողության եւ ավազակության մեջ մեղադրվող չկարողանա ժողովրդի իշխանությանը ասի ինչ որ մտքով անցնում է ու դրա եթե ասում էլ է պիտի դա պատասխանը ստացի։ Պարզա դա։